Այսա քթանք։ Էլ չենք թողնի որ փախնի։ Подозвонишь, Дукез Мира, пульки дебком айва. Откуда вы берете? Ասել եմ չեմ վիրավորվում։ Հիմա լսեք։ Պульքի դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Քո դատավճիռը դու չես մեզ թելադրելու։ Պատասխանիր, դու քեզ մեղավոր ճանաչում ես։ Ան ասել են դավաճան։ Որ ես էլ չեմ վախում, որ ինձ կասեն դավաճան։ Դատարանը Հիմա տեսեք։ Դուք լսեցիք, որ ես պոռնիկը ոչ թուրքից է վախենում։ Ոչ էլ վախենում է, որ իրեն ասեն դավաճան։ Այսինքն, տեսեք ինչ է ստացվում։ Որ այդ համակարգ կոչվածների վրա, ասես բարի բուն իմաստով եմ ասում, որ հասկանալի լինի, էլի։ Լցնում է դադաղազության բերաններ, այսինքն, ստեղ նրանք էլ են ուրեմն թուրք, էլի, նրանք էլ են դավաճան, չէ, որ այս դավաճանության երևույթին լսում են, նրա արտահայտած իրականացրած գործողությունները, որոնք նաև մասնակից են այս պոռնիկները, անմիջական հանցակից մասնակից են այդ բոլոր հանցագործություններին իրականացրած մեր ազգի, մեր երկրի դեմ, այդ իսկ պատճառով դրանք որևիցե արտահայտություն, որևիցե գործողություն իրենց իսկ գրած օրենքներով չեն կատարում։ Ինչի համար։ Հա։ Հարց եմ տալիս, ինչի համար։ Տեսեք, ես պոռնիկի ծնունդը ասում է ոչ թուրքից է խուսափում, ոչ էլ դավաճան բառից։ Հիմա մենք սկսենք վերլուծել, ինչի պիտի նա չվախենա այդ արտահայտությունների, այդ բառերից, իր կատարած, հիմա տեսեք, հիմա թուրք եթե նրան ասում են եւ նա դա ընդունում է որպես նորմալ երևույթ, ինչ է դա նշանակում, որ իրան ասում են դավաճան եւ որևիցե մեկը դրան չի արձագանքում, ինչ է դա նշանակում, հա։ Հիմա դեք տեսեք, ազգային ախորի բեմահարթակից նա խոսում է, ներկայացնում է, ըստ էության ձեր գիտակցությամբ պետությունը, ազգաբնակչությանը, բնակչությանը, հանրությանը։ Հիմա ցանկացած գիտակից մարդ, ով գոնե որոշակի տրամաբանություն ունի եւ արտասանած բառերը ընկալում հասկանում է այնպես, ինչպես ներկայացվում է, եթե չունի շեղվածություն, եթե չունի ինչ խնդիրներ, ասենք մտավոր, ապա հասարակ բան, ես ձեզ ասել եմ, ու նորից հիմնավորում եմ, որ ցանկացած համակարգ կոչված ունի իր լրատվական բաժինը, իր լրատվական համակարգը, իր լրագրողները, իրավաբան լրագրողները, որոնք ցանկացած նախադասություն, բառ լսելով անմիջական վերլուծություն են անում եւ դրա հիման վրա համապատասխան եզրակացություն տալիս, որ տեսեք SSS նախադասությունը նշանակում էր SSS, ուստի դա քրօրի SSS հոդվածն է, որի համար պատասխանատու անձը կամ անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրում, վարույթ է նախաձեռնվում եւ հիմա հարց է առաջանում։ Ցանկացած գիտակից մարդ եթե լսում է, ինքն էլ իրավաբան է, ապա պիտի հասկանա, հələ մի րոպե, սա ինչի պիտի չխուսափի հրապարակավ հանրության առջև ներկայացնելու, որ ինքը չի խուսափում, որ իրան ասում են թուրք, ինքը չի խուսափում, որ իրան ասում են դավաճան, բայց հիմա մի րոպե, դնենք մի կողմի վրա, այդ ազգային ախորում ովքեր են նստած, Խերժոյի բրիգադից, Քորի բրիգադից, ազգային անվտանգության համակարգի ներկայացուցիչները,
Խերժոյի, Ռաուֆի գործիքները, լավ մի այս գանդոնները, Խերժոն, Ռաուֆը, Ռաուֆի թուլեն, հա, քորը եւ մնացած պիդերները, կուսակցական համակարգ կոչվածներով, բնականաբար լսում են, բնականաբար գիտակցություն ունեն, չէ՞։ Հիմի հարց եմ տալիս, ինչու դա նշված քրեական օրենսգրքով արգելված որակումից չի խորշում, որ իրան ասում են դավաճան, ինքը չի խորշում, ինքը չի զգաստանում, որ գլիշկա ես սխալմամբ թույլ տվեցի նման արտահայտություն, ինքը ասում է ես չեմ խուսափում, ինքը ասում է ես չեմ մտահոգվում,